2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի վերածննդի հրապարակում հնչեց մի նախադասություն, որը փոխեց ամեն ինչ։ Սա հայրենասիրական բարձրագույն կոչ էր, բայց բանակցային սեղանի շուրջ այն դարձավ վերջնագիր։ 2018 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախաշեմին Փաշինյանը հնչեցրեց իր մյուս առանցքային թեզը եւ հայտարարեց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, որպես լիիրավ կողմ։ Այս դիրքորոշումը դժգոհություն առաջացրեց ոչ միայն Բաքվում, այլև Մինսկի խմբի համանախագահ երկրների մոտ։ Դա ընդամենը փոթորկից առաջ տիրող լռություն էր։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Բարև ձեզ։ Սա Արցախյան քրոնիկան է։ Նախորդ թողարկման մեջ մենք խոսեցինք 2016-ի ապրիլյան զգուշացման մասին։ Մենք տեսանք, թե ինչպես էր Ադրբեջանը լուռ վերազինվում, իսկ հայկական կողմը փորձում դիվանագիտական լուծումներ գտնել։ Սակայն 2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի վերածննդի հրապարակում հնչեց մի նախադասություն, որը փոխեց ամեն ինչ։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Շատերի համար սա հայրենասիրական բարձրագույն կոչ էր, բայց բանակցային սեղանի շուրջ այն դարձավ վերջնագիր։ Այսօր մենք կխոսենք այն մասին, թե ինչպես դիվանագիտական լեզուն փոխարինվեց ռազմականով եւ ինչու Շուշիում պարելը Բաքվում ընկալվեց որպես պատերազմի հրավեր։ 2018 թվականի գարնանը Հայաստանում ներքաղաքական դաշտը եռում էր։ Ժողովրդական մեծ բողոքի ալիքների ֆոնին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը։ Իշխանափոխությունից անմիջապես հետո նոր կառավարությունը որդեգրեց նոր մոտեցում Արցախի հարցում եւ հայտարարեց, որ բանակցային գործողությունները կսկսվեն զրոյական կետից։ Բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից։ Արդեն մայիսի 9-ին վարչապետ դառնալու հենց հաջորդ օրը Փաշինյանը մեկնեց Ստեփանակերտ եւ այնտեղ իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ինքը պատրաստ է բանակցել Ադրբեջանի նախագահի հետ ԵՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, սակայն շեշտեց. Հայաստանի անունից բանակցելու համար ես ունեմ մանդատ, բայց Արցախի անունից բանակցելու մանդատ չունեմ։ Արցախի հանրապետության անունից կարող է խոսել Արցախի հանրապետության իշխանությունը։ Նա պահանջեց վերականգնել բանակցությունների լիարժեք ձևաչափը եւ հայտարարեց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, որպես լիիրավ կողմ։ Այս դիրքորոշումը դժգոհություն առաջացրեց ոչ միայն Բաքվում, այլև Մինսկի խմբի համանախագահ երկրների մոտ, քանի որ այն դիտարկվում էր որպես նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ բանակցային տրամաբանության փոփոխություն, քանի որ 1988-ից ի վեր Արցախի հարցը բանակցություններում ներկայացրել էր Հայաստանը, եւ նման հայտարարությունը չէր կարող ցնցումներ չառաջացնել կողմերի մոտ։ Սակայն 2018-ի աշնանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցավ անսպասելին։ Վերելակի մեջ Փաշինյանի եւ Ալիևի կարճատև զրույցից հետո սահմանին հաստատվեց հարաբերական անդոր եւ ստեղծվեց օպերատիվ կապի մեխանիզմ։ Թվում էր, թե խաղաղության հույս կա, բայց դա ընդամենը փոթորկից առաջ տիրող լռություն էր։ Սա Հայաստանի իշխանության կողմից ներկայացվեց որպես մեծ հաջողություն, քանի որ սահմանի զոհերի թիվը կտրուկ նվազեց։ Սակայն ռազմական փորձագետները հետագայում նշեցին, որ Ադրբեջանն այս ժամանակահատվածն օգտագործեց իր առաջնագիծը ամրացնելու եւ հնարավոր ռազմական գործողություններին պատրաստ լինելու համար։ 2018 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախաշեմին Փաշինյանը հնչեցրեց իր մյուս առանցքային թեզը. Ղարաբաղյան հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Սա առաջին դեպքն էր Հայաստանի պատմության մեջ, երբ երկրի ղեկավարը հակամարտության կարգավորման համատեքստում հաշվի էր առնում հակառակորդ կողմի ժողովրդի կարծիքը։ Միջազգային հանրությունը սա իհարկե ընկալեց որպես կառուցողական եւ խաղաղասիրական քայլ, սակայն Բաքուն այդպես էլ չփոխադարձեց նույնատիպ հայտարարությամբ, իսկ ներքաղաքական դաշտում այն քննադատվեց որպես զիջողականություն, որը թուլացնում է հայկական կողմի դիրքերը։ 2018-ի հոկտեմբերին տարածաշրջան այցելեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Երևանում նա հայտարարեց, որ Փաշինյանը ունենալով ժողովրդի մեծ վստահությունը ընտրություններից հետո ունի հնարավորություն կայացնելու
այսպես կոչված վճռական որոշումներ Արցախի հարցում։ Նա նաև հորդորեց հրաժարվել պատմական կաղապարներից, ինչը ըստ մի շարք ընդդիմադիր գործիչների վկայում են այն մասին, որ միջազգային հանրությունը Նիկոլ Փաշինյանից ակնկալում է միակողմանի զիջումներ։ Սակայն նրանք պնդում էին, որ ժողովրդի մանդատը չպետք է օգտագործվի Արցախի հարցում հայկական շահերը վնասող լուծումներ պարտադրելու համար։ 2019 թվականը պետք է դառնար ժողովուրդների խաղաղության նախապատրաստելու տարի, սակայն այն ավարտվեց դիվանագիտական լուրջ հակամարտությամբ։ 2019-ի հունվարին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Նացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը տևեց ավելի քան 4 ժամ։ Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածեց հայտարարություն, որտեղ առաջին անգամ օգտագործվեց ժողովուրդների խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտություն ձևակերպումը։ Չնայած այս մարդասիրական ձևակերպմանը, երկու երկրների ներսում էլ հասարակությունները պատրաստ չէին զիջումների։ Հայաստանում սա ընկալվեց որպես հնարավոր միակողմանի զիջումների վտանգ, իսկ Ադրբեջանը շարունակում էր իր ռազմատենչ քարոզչությունը։ Եվ մինչ դիվանագետները խոսում էին խաղաղությունից, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 2019 թվականի Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հնչեցրեց մի ձևակերպում, որը ցնցեց բանակցային տրամաբանությունը։ Ես որպես պաշտպանության նախարար ասում եմ, այդ ձևաչափը տարածքներ խաղաղության դիմաց։ Ես այսօր վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անում։ Նոր պատերազմ, նոր տարածքներ։ Այս հայտարարությունը Ադրբեջանի կողմից օգտագործվեց միջազգային հարթակներում Հայաստանին որպես ագրեսոր եւ բանակցությունները մերժող կողմ ներկայացնելու համար։ Սա ուղղակի հակասության մեջ էր մտնում Փաշինյանի խաղաղասիրական հայտարարությունների հետ։ 2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցավ Փաշինյանի եւ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը Մինսկի խմբի հովանու ներքո։ Բանակցությունների հիմնական թեման կրկին բանակցությունների Արցախի մասնակցության հարցն էր։ Ալիևը կտրականապես մերժեց ձևաչափի փոփոխությունը եւ բովանդակային որևէ առաջընթաց հանդիպման արդյունքում չարձանագրվեց։ Հանդիպումը կառուցողական որակվեց միայն այն առումով, որ կողմերը պայմանավորվեցին շարունակել ուղիղ երկխոսությունը։ 2019 թվականի օգոստոսի 5-ին, երբ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում տեղի էր ունենում համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց իր ամենահայտնի ելույթը, որտեղ հազարավոր մարդկանց ներկայությամբ վանկարկեց. Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այս հայտարարությունը, որը հազարավոր մարդկանց մոտ հպարտություն առաջացրեց, շատ վերլուծաբաններ համարեցին բանակցությունների փաստացի ավարտի սկիզբը, եւ այն դարձավ նվեր Ադրբեջանի համար։ Իլհամ Ալիևը ստացավ լեգիտիմ առիթ հայտարարելու, որ Հայաստանը դուրս է եկել բանակցային գործընթացից եւ այլևս իմաստ չկա խոսելու խաղաղության մասին։ 2019 թվականի հոկտեմբերին Սոչիում կայացած Վալդայի միջազգային համաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ Իլհամ Ալիևը տվեց իր հակադարձումը։ Կարաբախ это Ադրբեջան и восклицательный знак։ Երկու առաջնորդների այս հերրակա բանավեճը ցույց տվեց, որ փոխզիջումների դաշտն ամբողջությամբ սպառված է։ Կողմերը անցել էին ամեն ինչ կամ ոչինչ տրամաբանությանը։ 2019 թվականի նոյեմբերին տեղի ունեցավ միակ խաղաղասիրական քայլը, որը իհարկե ձևական բնույթ էր կրում։ Հայ եւ ադրբեջանցի լրագրողների խմբերը փոխադարձ այցեր կատարեցին Երևան, Ստեփանակերտ եւ Բաքու։ Այցերը անցան խիստ վերահսկողության տակ եւ չունեցան որևէ հանրային ազդեցություն։ Հասարակությունների մեջ ատելության խոսքը ոչ միայն չնվազեց, այլև ավելի սրվեց սոցիալական ցանցերում։ 2020 թվականը մեկնարկեց մի իրադարձությամբ, որն աշխարհին ցույց տվեց, որ կողմերի միջև այլևս չկա ոչ մի ընդհանուր եզր։ Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի հրապարակային բանավեճը։ Այն, ինչ տեղի ունեցավ այդ դահլիճում, դժվար էր անվանել բանակցություն։ Դա ավելի շատ նման էր պատմական էքսկուրսների ու փոխադարձ մեղադրանքների մի հորձանուտի, որտեղ կողմերից յուրաքանչյուրը խոսում էր իր սեփական ճշմարտության մասին, չլսելով դիմացինին։ Հենց այստեղ Փաշինյանը ներկայացրեց իր մյունխենյան սկզբունքները, սակայն դրանք այդպես էլ մնացին օդում կախված, քանի որ Ադրբեջանն արդեն վերջնականապես թեքվել էր դեպի հարցի ուժային լուծման ճանապարհը։
2020 թվականի գարնանը Արցախում տեղի ունեցան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, որոնք անցնում էին բավականին լարված մթնոլորտում եւ COVID-19-ի համավարակի սկզբնական փուլում։ Պայքարն ընթանում էր հիմնականում 3 նախագահի թեկնածուների միջև՝ Արայիկ Հարությունյանի, Մասիս Իսմայելյանի եւ Վիտալի Բալասանյանի։ Արայիկ Հարությունյանը դիտարկվում էր որպես Հայաստանի նոր իշխանությունների հետ առավել սերտ համագործակցող թեկնածու։ Մասիս Իսմայելյանին աջակցում էին որոշակի հեղափոխական շրջանակներ, իսկ Վիտալի Բալասանյանը ներկայացնում էր կոշտ ընդդիմադիր թևը, որը խիստ քննադատում էր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը։ Քանի որ առաջին փուլում թեկնածուներից ոչ ոք չստացավ ձայների 50%-ից ավելին, ապրիլի 14-ին նշանակվեց ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ մնացին առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները՝ Արայիկ Հարությունյանը եւ Մասիս Իսմայելյանը։ Մասիս Իսմայելյանը կոչ արեց իր ընտրողներին չմասնակցել քվեարկությանը կորոնավիրուսի համավարակի վտանգի պատճառով, ինչի արդյունքում Արայիկ Հարությունյանը հաղթեց ձայների ճնշող մեծամասնությամբ, հավաքելով շուրջ 88% ձայն։ Մայիսի 21-ին Շուշիում տեղի ունեցավ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երթմնակալության արարողությունը։ Այս իրադարձությունը եւ հատկապես դրա անցկացման վայրը Բաքվի կողմից ընկալվեց որպես հերթական եւ ամենացավոտ սադրանքը։ Արցախի պատմության մեջ նախագահների երթմնակալությունը սովորաբար տեղի էր ունենում Ստեփանակերտում, ազգային ժողովի հատուկ նիստում։ Սակայն Արայիկ Հարությունյանի թիմը որոշեց արարողությունն անցկացնել Շուշիի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի նորակառույց շենքում։ Սա ներկայացվում էր որպես Շուշիի վերածննդի եւ քաղաքի դերի բարձրացման խորհրդանիշ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ժամանել էր Շուշի, անձամբ շնորհավորելու Արայիկ Հարությունյանին եւ մասնակցելու հանդիսավոր միջոցառումներին։ Իր ելույթում Փաշինյանը շեշտեց Արցախում ժողովրդավարական ընտրությունների կարեւորությունը եւ նշեց, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունները պետք է գործեն միասնական օրակարգով։ Այս տեսարանը տեսագրվեց եւ լայնորեն տարածվեց համացանցում։ Բաքվի համար Շուշիում նման մասշտաբի միջոցառումը եւ հատկապես Հայաստանի ղեկավարի մասնակցությունն ընկալվեցին որպես ապտակ եւ բանակցային գործընթացի վերջնական ոչնչացում։ 2020 թվականի հուլիսի 12-ին իրավիճակը կտրուկ սրվեց, բայց ոչ թե Արցախում, այլ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, Տավուշի մարզի Մովսես եւ Չինարի գյուղերի ուղղությամբ։ Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի միջև բախումներ սկսվեցին ադրբեջանական ՈՒԱԶ մակնիշի մեքենայի հայկական դիրքերին մոտենալու պատճառով, որը արագորեն վերածվեց լայնամասշտաբ հրետանային մարտերի։ Հայկական կողմին հաջողվեց ոչ միայն հետ մղել հակառակորդի գրոհները, այլև վերահսկողության տակ վերցնել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հայտնի անվախ դիրքը։ Սա թույլ տվեց հայկական զինված ուժերին գերիշխող դիրք ստանալ ադրբեջանական մի շարք հենակետերի եւ ենթակառուցվածքների նկատմամբ։ Մարտերի ընթացքում ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատեց բարձրաստիճան սպաների, այդ թվում գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի եւ գնդապետ Իլգար Միրզոյևի մահը։ 2020 թվականի հուլիսի 14-ի երեկոյան Բաքվի փողոցները ողողվեցին հազարավոր մարդկանցով։ Տավուշյան մարտերում կրած կորուստները, մասնավորապես գեներալ Փոլադ Հաշիմովի մահը, առիթ դարձան աննախադեպ մի բողոքի ալիքի, որի նմանը Ադրբեջանը չէր տեսել տասնամյակներ շարունակ։ Հազարավոր մարդիկ, խախտելով խիստ կարանտինային սահմանափակումները, լցվել էին փողոցներ եւ վանկարկում էին «Ղարաբաղը մերն է», «Վերջ կարանտինին», «Մահ հայերին», «Սկսենք պատերազմ» եւ այլ լոզունգներ։ Այդ գիշերվա ամենատարօրինակ դրվագը ցուցարարների ներխուժումն էր Ադրբեջանի Միլի Մեջլիսի շենք։ Մի երկրում, որտեղ ոստիկանական վերահսկողությունը չափազանց խիստ է, իսկ ցանկացած ընդդիմադիր շարժում ճնշվում է րոպեների ընթացքում, ցուցարարների մուտքը պետական կարևորագույն շենք շատերի մոտ հարցեր առաջացրեց։ Վերլուծաբանների մեծ մասը հակված է այն կարծիքին, որ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն թույլ տվեցին այս հավաքը, այլև ուղղորդեցին այն։ Սա հետապնդում էր մի քանի նպատակ։ Նախ Ալիևը սրանով աշխարհին ազդակ էր ուղարկում, որ իբրև ինքն այլևս չի կարող զսպել իր ժողովրդին, որը պահանջում է արդարություն եւ ազատագրում։ Սա օգտագործվեց որպես լեգիտիմ հիմք բանակցություններից վերջնականապես հրաժարվելու համար։ Եվ երկրորդ, չնայած հանրահավաքը հայրենասիրական էր, ոչ թե հակակառավարական, այնուամենայնիվ դրա ավարտից անմիջապես հետո Ալիևն այն օգտագործեց ներքաղաքական հաշվեհարդարների համար։ Նա մեղադրեց ընդդիմադիր ժողովրդական ճակատ կուսակցությանը սադրանքներ կազմակերպելու մեջ եւ սկսեց ձերբակալությունների նոր ալիք։ Իսկ Հայաստանում Տավուշյան հաղթանակը ընդունվեց մեծ ոգևորությամբ։
Նիկոլ Փաշինյանը հուլիսյան մարտերը որակեց որպես հայկական բանակի հաղթանակ եւ ապացույց, որ հայկական կողմը տիրապետում է իրավիճակին։ Սարդարապատում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ժամանակ 71 զինծառայողներ պարգևատրվեցին մարտական խաչ շքանշաններով, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանին շնորհվեց Հայաստանի ազգային հերոսի կոչում։ Այս ամենի մեջ ամենավտանգավոր հետևանքը Թուրքիայի բացահայտ միջամտությունն էր, եւ Տավուշյան մարտերից ընդամենը օրեր անց մեկնարկեցին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնց ավարտից հետո թուրքական F-16 կործանիչները եւ Բայրակթար ԱԹՍ-ները մնացին Ադրբեջանի տարածքում։ Շատ փորձագետներ նշում են, որ հուլիսյան հաջողությունը հայկական կողմի մոտ առաջացրեց չարդարացված ինքնավստահություն եւ անխոցելիության պատրանք։ Մինչ Հայաստանում տոնում էին տեղային հաղթանակը, Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին սկսեց ինտենսիվորեն նախապատրաստել լայնամասշտաբ պատերազմ, որը պետք է սկսվեր ընդամենը 2 ամիս անց։ Եվ ահա սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7:10-ին Արցախի սահմանի ողջ երկայնքով սկսվեց այն, ինչը հետագայում կոչվելու էր 44-օրյա աղետ։ Դիվանագիտությունն ավարտվեց եւ սկսվեց արկերի ու հրթիռների լեզուն։ Բաժանորդագրվեք մեր ալիքին եւ հետևեք իրադարձություններին։